Հարցի քննարկումը եւ այդ ժամանակ ձեզ կարող ես լիստը մի հատ հետաձգեք միջև շարունակելը Քոչարի ազգային վերածնունդի Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարգացում կուսակցության նախագահ Արտակ Սարգսյան Մեզ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միայն 3 հատ թույլատրել օգտագործել անձնական հաշիվս, որպեսզի կատարեն վճարումը։ Ձեր կառույցը կոռուպցիայի կանխարգելման կառույցը տուպիկի մեջ է, ինձ հաշիվ չէին բացում, առաջարկ արել։ Հարգելի Սարգսյան, այդ ամենի մասին կխոսենք, կներկայացնենք, երբ որ կանդրադառնանք հարցի քննարկմանը։ Ձեր կուսակցության, երբ որ ձեր կուսակցության վերաբերող օրակարգային 48 ժամ եք տալիս, 48 ժամը Պարոն Սարգսյան, իմ հետ մի խոսեք հավասար։ Պարոն Սարգսյան, լսեք ինչ եմ ասում։ Դուք գտնվում եք Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովում։ Ես ներկայացնում եմ, պարոն Սարգսյան, ուշադրություն լսեք։ Խնդրում եմ։ Ուղղակի լսեք ինչ եմ ընթերցում, լսեք ինչ եմ ներկայացնում։ Ես ներկայացնում եմ, պարոն Սարգսյան։ Պարոն Սարգսյան, չեք լսում, ես ներկայացնում եմ նիստի օրակարգի նախագիծը։ 48 ժամ, վաղը ոչ աշխատանքային օր է, մեզ մնացել է բանկի վճարումը։ Պարոն Սարգսյան, դուք հետաձգեք, բայց եմ ասում։ Պարոն Սարգսյան, դուք մենախոսություն եք, կանչել եք ստեղ, որ մենակ խոսած մենք եք գնանք։ Դուք ուր եք։ Տուպիկի մեջ եք, Պարոն Սարգսյան, չեն թողում, պարոն չեք կարող դուք չթողել, որովհետև եթե դուք հիմի ձեր չվերադառնաք ձեր օրենքով տրված իրավունքներին, ուղղակի ես ձեզ դուրս կհրավիրեմ, որտեղ դուք իրավունք չունեք Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նիստ ընդհատել, նիստը չթողել։ Բա մեզ ինչի եք կանչել։ Ձեզ կանչել են, որպեսզի դուք իրազեկվեք ձեր կուսակցությունների կամ դաշինքների հետ կապված եթե կամ փաստաթղթերի թերություններ, որպեսզի այդ մասին իրազեկվեք եւ գնաք շտկեք։ Ես էլ ձեր պարտականությունները ասել, պետք է ապահովեք հավասար պայմաններ։ Այո, եթե պարոն Սարգսյան, հավասար պայման չեք ապահովել։ Մեզ հնարավորություն չեք տվել հաշիվ բացելու։ Պարոն Սարգսյան, Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը ձեզ չի կարող հաշիվ բացելու հնարավորություն տալ ձեր կուսակցությանը։ Պետական բան բացեք, որ չընկնենք այս Քոչարի։ Պարոն Սարգսյան, դուք հիմա արդեն ասում եք քաղաքական ելույթի։ Բա ինչի՞ Դուք Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովում եք, այստեղ չեք կարող քաղաքական ելույթ ունենալ։ Բա ինչ ընտրություններ ա։ Թաղային ընտրություններ ա, թե քաղաքական։ Պարոն Սարգսյան, դուք Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովից դուրս կարող եք ձեր քաղաքական մոտեցումները, ծրագրերը ամեն ինչ ներկայացնել։ Դուք այստեղ գտնվում եք որպես պարոն Օվակիմյան, ձեր ազատ, արդար պայմանները չեք ապահովել։ Պարոն Սարգսյան, դուք հիմի խանգարում եք նիստը շարունակելու։ Հասկանում եք։ Մենք հնարավորություն ունենք խոսել։ Այո, ես ընդամենը 10 րոպե գայում ձեզ բացատրում։ Առաջարկեցի, որ նիստը հիմիկվանից հետաձգեք, իզուր, որովհետև դուք էլի պետք է նիստ անեք, որոշեք մեր կուսակցությունը ոնց եք ապահովելու հավասար պայմաններ։ Ոչ մեկի ժամանակը ասի, որ չկորի, վաղը ոչ աշխատանքային օր է, եկեք այս Պարոն Սարգսյան, մենք վաղներ ենք աշխատելու։ Հյուսորներ ենք աշխատելու, պարոն Սարգսյան։ Ավելին ամսի 3-ին էլ աշխատել ենք, որովհետև այդ օրը արդեն քննարկել են կուսակցությունների գրացման հարցերը։ Ու պիտի խնդրեմ, որպեսզի նստեք, զբաղեցնեք ձեր տեղը եւ չխանգարեք նիստի ընթացքը։